Թրամփը հայտարարում է, որ ամբողջական լիակատար 100%-անոց հաղթանակ է տարել այս երկշաբաթյա հրադադարը հաստատելով։ Ձեր գնահատականը։ Գիտեք, ես արդեն խառնում եմ թիվը, թե քանի անգամ այդպիսի ամբողջական լիարժեք եւ համապարփակ հաղթանակի մասին խոսում ԱՄՆ ղեկավարը, որովհետեւ դրանք կարծեմ 1 տասնյակից ավել էին այդ հաղթանակները։ Իսկ օրը մեջ հաղթանակ էր տանում, բայց հետո իշտորթություններ կամ մեղադրումներ ՆԱՏՕ-ի, որ չեն աջակցում կամ եվրոպական երկրների հետ խնդիրներ ունենում։ Այն ինչ որ տեղի ունեցավ երեք, նույն հիմնականում սպառնալիքի նշաձողը բարձրացնելու կոնտեքստում ենթադրաբար տեղի ունեցավ եւ շատ էքսպերտներ եւ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ մտածում են, որ խոսքը միջուկային, այսպես ասած, սպառնալիքի միջոցով Իրանի հետ կապված հարաբերությունները պարզելու մասին էր, ես թերահավատամ այդ մասով, կարծում եմ կար անհրաժեշտություն ինչ որ մի ձև իրավիճակից դուրս գալու, որովհետեւ միանշանակ ԱՄՆ ձախողեց այն, ինչի մեջ մտավ։ Այստեղ իհարկե հիմա որոշակի տարանջատում պետք է մտցնել Միացյալ Նահանգների Իսրայել հարաբերությունների տեսանկյունից։ Ինքը մտավ, թե Իսրայելը ներքաշեց։ Այստեղ բավական բարդ բան եք ասում, եկեք նայենք էլիտաները ովքեր են Իսրայելում եւ Միացյալ Նահանգներում, այդ թվում նաեւ ինչ լոբիստական կազմակերպությունների հետ ինչ հարաբերություններ ունեն, ակնհայտ է, որ Թրամփը ներկայացնում է ինչ որ շրջանակներ, ակնհայտ է, որ ինչ որ շրջանակներ, ինչ որ գործիքներ ունեն Թրամփի դեմ եւ նրանք կարողանում են հորդորեն կամ կոչ անեն կամ ուղղորդեն միգուցե եւ մենք դա ակնհայտ իրենց հանրային վարկից էլ ենք տեսնում, հա, Նեթանյահու-Թրամփ հարաբերությունների տեսանկյունից եւ հрьяաների նկատմամբ հատկապես այսպես ընդգծված վերաբերմունքի առումով, հա, բայց այստեղ գալիս է խնդիր, որ ԱՄՆ-ում 2 ամսվա պատերազմի լիմիտ կա առանց կոնգրեսի հաստատման, այդ լիմիտը լրանում էր, երկրորդը դեմոկրատները Թրամփի այս քայլերի արդյունքում իմպիչմենտի օրակարգ էին ուզում մտցնեին, իսկ դա ամենևին այսպես շահեկան չէր Թրամփի համար, անհետևողականության հայտարարությունների այն շղթան, որ կար Միացյալ Նահանգներում, իդեպ ինչ որ առումով դիստանցավորում կար, օրինակ փոխնախագահ Վենսը չէր մտնում այդ անհետևողական հայտարարությունների շղթայի մեջ, բայց այդտեղ շատ ակտիվ դերգրավվածություն ուներ պաշտպանության նախարարը, երբեմն արտգործնախարարը առանձին չհամապատասխանող այսպես ձևակերպումներ էր տալիս Թրամփին։ Իսկ Թրամփը էքսցենտրիկ է, ինքը այսօր ասում է մենք հաղթել ենք, բայց հետո ասում է պետք է Իրանին ծնկի իջեցնենք, բա որ հաղթել ես, ինչ ծնկի իջեցնել եւ այլն, կամ բանակցությունների մասն էլ բարբերաբար խոսում։ Այսինքն քաոսը մեդիա քարոզչական դաշտում այնպեսին էր, որ այսպես ասած ոչ մեկ իրականում չէր հասկանում ինչ էր կատարում, իսկ Իրանը շատ հետևողական ու կոշտ էր, որ մենք ոչ մի բանակցության չեն գնում։ Ու իզուր չի, որ մի քանի անգամ այդպեսի չէ, սլիվներ եղան, որ բանակցություններ են, այսպես Իրանը հայտարարեց, որ որևէ բանակցություն, որովհետև մեզ էս պատերազմ, մենք պատրաստ ենք այս պատերազմին ընդհանուր մինչև 1 տարի։ Ակնհայտ է, որ քարոզչական էլեմենտ կա։ Ակնհայտ է, որ Իրանը խոշոր խոցումներ ա ունեցել, մի քանի թվեր ասեմ, թեթև մակերեսային ճշգրտելի կարիք, այսինքն 15000 մոտավորապես քաղաքացիական թիրախ են խոցել, այսինքն 15000 խոցումը դրանք կարող են շենքեր լինել, թաղամասեր լինել, այսինքն այն ուժով, որ հարվածվում էր Իրանը եւ Իրանը կարողանում էր ոտքի կանել, դա ամեն մեկի հակով չի եւ ամեն մեկի չի կարող իրեն այդ ամեն ինչը թույլ տալ։ Գումարած Իրանի խոցումների աշխարհագրությունը, մակերեսը, ծավալը, ինտենսիվությունը, խտությունը, այդ ամեն ինչը առաջի հերթին պայման ստեղծեցին, որ ամերիկյան վարչակազմը իդեմս նախագահի փորձում էր ինչ որ ճանապարհներով գնալ ինչ որ մի վիճակի, իսկ Օրմուզի նեղուցի փակումը եւ դրա հետ կապված Իրանի սկզբունքային մոտեցումը պայմաններ ստեղծեց, որ այդ ամենը փորձեն արագացնել, հա, այդ ժամկետները պարբերաբար տալ, հետո խախտել, հետո ինչ որ վերջնագրերով խոսալ, հետո խոսել բանակցությունների մասին, հասկանում եք, այդ մարդը ասում է, ես Վենեսուելայի նախագահը պետք է դառնամ, հասկանում եք, այսինքն աբսուրդի ժանրը միախառնվել էր քաղաքականության հետ, այդ ամենը մեծ մերձավոր արևելքում ու Իրանի դեմ։ Իսկ այս ընթացքում Իսրայելը կողքից նայում էր, դետալիզացված խնդիրներ էր լուծում, Իրանի էլիտային էր, այսպես ասած, փաստացիորեն ոչնչացնում եւ մի քանի փուլ, մի քանի սերունդ կարողացավ ոչնչացնել, բայց Իրանը ծնկի չիջավ։ Հիմա հարց առաջանում, այս ամեն ինչ, զբաղվում է Լիբանանով, Հեզբոլահով, հիմա հարց առաջանում, այս ամեն ինչից հետո Իրանը ավելի թուլացած դուրս եկավ, թե ոչ։ Ես հակված չեմ, որ հրադադարից հետո հարաբերությունների կարգավորում կլինի։ Սա կարող է լինել նաև խապկանք, ժամանակ շահելու, հրադադարը ռեսուրսների վերախմբագրման կամ չգիտեմ ինչ այլ նոր բնույթի գործողություններ, այդ թվում նաև ռազմական գործողություններ իրականացնելու կոնտեքստում դիտվի, բայց կարծում եմ, որ հրադադարը իհարկե դրական է, հատկապես համաշխարհային շուկաների մասով, իհարկե մեր վրա էլ ազդելու։ Հիմա ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվում են բանակցություններ։
10 կետ է Իրանը ներկայացրել, որի շուրջ կարծես թե Միացյալ Նահանգները իր համաձայնությունը տվել է։ Այսինքն ինչ է փորձելու ստանալ այդ ձեր ասած ժամանակում Միացյալ Նահանգները, որ այս 40 օրերի ընթացքում փաստացի չկարողացավ դեռ ստանալ։ Եթե մենք հաշվի նախ Իրանը 10 կետի մասին է խոսում եւ պաշտոնապես հայտարարել է։ Թրամփը խոսում է 15 կետի մասին, հա։ Հասկանում եք, աբսուրդի մասին է, դժվար է դատողություն անել, վերլուծել, հասկանալ որն է իրական եւ որը ոչ, հա։ Իրանի պարագայում դա պաշտոնական դիրքորոշում է։ Թրամփի պարագայում կես ժամը մեկ կարա դիրքորոշում փոխվի, տրանսֆորմացվի, ասի դուք ճիշտ չեք հասկացել եւ այլն, հա։ Ակնհայտ է, որ կա այն հիմնական բազային էլեմենտները, որոնք նախկինում բանակցվել են։ Բայց եկեք նայենք, տեսնենք այս Իրանի առաջադրած կետերը ինչպիսին են, դրանք կապիտուլյացիոն կետեր են։ Այսինքն բոլոր այն կետերը, որոնց մասով ինքը մինչև պատերազմը պատրաստ էր գնալ զիջումների, իհարկե Օրմուզի թեման այն ժամանակ չկար, հիմա ինքը արդեն նախահարցակ դիրքերից է բանակցային, որ այսպես պետք է լինի, այսպես ընդհանուր մինչև Իրանի հարստացում եւ այլն, երաշխավորներ, երաշխավորություններ չհարցակման, պատերազմի չշարունակման եւ այլն մասով։ Ես խիստ հավատեմ, որ այդ բանակցությունները գլուխ կգան, այսինքն այստեղ նայեք ոնց է, բանակցային տեխնոլոգիաներ կա, դու քո նպատակները ամենաբարձր կետի վրա ես ֆիքսում, հետո սկսում է առևտուր աստիճանաբար զիջում ես, գալիս է ինչ-որ մի կետ, որը քո համար միջինացված տարբերակով շահեկան է, գնում ես այդ մի կետի համաձայնությանը եւ այդպես շարունակ։ Այստեղ հարցը առաջանում, թե ԱՄՆ-ն միայն Իրանը ներկայացնում, թե Իսրայելին է ներկայացնում, որովհետեւ այս առումով արդեն խնդրահարույց իրավիճակներ կան, չէ՞, խոսում են հրադադարի մասին, բայց բացառապես մեր հանդիպումից, այսինքն այս մեր հարցազրույցից առաջ ինչ-որ հարվածներ են արել, նավթավերամշակման ինչ-որ կառույցների եւ այլն, այսինքն դա կարող է լինել նաեւ ֆեյք, կարող է լինել ժամանակ շահելու ինչ-որ իրավիճակ, հա։ Բանակցողը, ամերիկյան բանակցողը Վենսն է, ինքը այլ կարգավիճակի բանակցողը, քան մինչ այդ Քուշներն էր եւ Ուիտկոֆը, հա։ Իդեպ ինքը փխրուն է անվանել այս հրադադարը։ Իհարկե փխրուն է, որովհետեւ մեծ մերձավոր արևելքում այսպիսի պատերազմ ինչպիսին կան, չէր կարող լինել դες կտրուկ ու վճռական, այնտեղ մեծ առևտուրներ, բազմաչափ, այնտեղ միայն այդ երկու կողմերը չեն, ամբողջ արաբական աշխարհի մերձավոր արևելյան սեգմենտն է լինելու, որովհետեւ աջակցում էին, չէ։ Այնտեղ լինելու է Պակիստանն է միջնորդ, իհարկե Պակիստանը առանց Չինաստանի միջնորդ չի, ռուսները կողքից նայում թեթև ժպտում են, որովհետև իրենք այդ process-ի մեջ այս կամ այն ձեր ներգրաված էին, հա, փակագծերը չբացենք, բայց կա բավական հետաքրքիր իրավիճակ ու այդ բանակցությունները հեշտ չեն լինելու իհարկե։ Կլինեն առաջին մի քանի կետեր, որոնք կլինեն կարևոր, երկու կողմերի համար, ասենք պատերազմի դադարեցում եւ այլն, հա, հետո կսկսի դետալիզացիան մյուսների մասով, բայց այստեղ ելի եմ կրկնում, կարևորը Իսրայելի դիրքորոշումն է, արդյոք Իսրայելը պարտավորվածություն ունենալու այդ բանակցային ֆորմատով առաջնորդվել եւ իր վարկը կանոնակարգել, հա։ Այդ ամենը իհարկե մեր հետ էլ է ուղղակիորեն կապված։ Այո, հիմա գանք մեզ։ Պարոն Ղևոնդյան, դուք իհարկե չցանկացաք եւ չեք կիսում Թրամփի այն կարծիքը, որ սա 100%-անոց հաղթանակ էր, բայց ամեն դեպքում եղած փաստերի հիման վրա դուք կարող եք ասել կամ կարող եք պնդում անել, որ սրանով ապացուցվում է Իրանի հզորությունը եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար։ Հաղթանակ կամ պարտություն բառերը ես մի անգամ եմ նշել, որտեղ կարող շատ էմոցիոնալ զգայական հասկացություններ են, բայց եկեք սառը դատենք, ինչ խնդիր լուծեց ԱՄՆ-ը։ Որևէ խնդիր չկարողացավ լուծել, այն խնդիրներից, որ ինքը առաջադրել էր։ Ավելի նոր խնդիրներ իհարկե կան Օրմուզի նեղուցի հետ կապված եւ դրա իմպլեմենտացիոն էֆեկտը ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա եւ այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների տնտեսության վրա, հա։ Այդ դա փաստ է, դա գնահատական չի, դա ընդհանրապես փաստ է։ Հիմա հաջորդ խնդիրը։ Իրանը տարիներ շարունակ ապրել է սանկցիաների տակ, տեխնոլոգիական վակուումի մեջ ու ստեղծել է իր տեխնոլոգիաները։ Իրանի ուժը գիտեք ինչու է, որ ինքը ինքնաբավության ցիկլեր ունի։ Այսինքն հրթիռը սկզբից մինչև վերջ սարքում են Իրանում, օրինակ, հա, եւ մնացած բոլորը դրա համար Իրանը ցանկանում էր ուրանի հարստացման տեխնոլոգիաները սեփական վերահսկողությամբ իրականացնել, որպեսզի կախումներ չունենա եւ այլն։ Հիմա եկեք նայենք Իրանի վիճակը, չնայած խոշոր խոցումներին, Իրանի դերակատարումը ռեգիոնի մասով էականորեն մեծացել է, այսինքն ինքը որոշում է ռեգիոնալ մի շարք պետությունների անվտանգության չափաբաժինը, ինքը այն վակուումը, որ իբրև պետք է լցնել Միացյալ Նահանգները, Իրանը շատ մեծ արագությամբ կարողացավ վերացնել, այսինքն իրեն կարողանում են 50,000 դոլարանոց դրոնով ոչնչացնել 6.5 միլիոն դոլարանոց ռադար, իսկ այդ ռադարը նայում է մինչև Հնդկական օվկիանոս, այսինքն հնարամտության, տեխնոլոգիաների, նախկին 12 օրյա պատերազմի հետևանքների, սեփական, նայեք, քանի էլիտաների ցիկլեր վերացվեցին, չէ, Իրանում, դա շատ դժվար բան է, օրինակ Լարիջանի սպանությունը եղել է բավական այսպես մեծ ռմբակոծության արդյունքում, այսինքն հավանական համարել են 5 կետ իր
ներկայության ամբողջ քաղաքի հետ մի հատվածը վերացրել է։ Չի նշանակում բան թիրախային, դա նշանակում է քաղաքացիական ազգաբնակչության վերացում։ Իրանը հետաքրքիր օրինակ էր ժամանակակից աշխարհում կրոնապետության եւ ինստիտուցիոնալ պետության բախման, որտեղ կրոնապետությունը ուներ խորքային պետության գաղափար, որը պայմանավորված չէ ամենևին կրոնով, ինքնությամբ պայմանավորված եւ քաղաքակրթությամբ։ Իրանի այս օրինակը կարող էր նաեւ կարող է Հայաստանի նման պետությունների համար մի շարք դասեր քաղելու լավագույն տարբերակ լինել, որովհետև մենք փոքր պետություն ենք, ռեսուրսներով անսահմանափակ փոքր ենք Իրանի համեմատ, բայց կամքի, մոտիվացիայի, հնարամտության եւ այլնի մասով մեծ հաշվով նույն աղբյուրից ենք սերում։ Եվ Իրանի օրինակը մեր համար կարող է լավ հետևանքներ լինել եւ վերլուծելու նաեւ 44-օրյա պատերազմի այն հեռանկարը, որ կարող էր լինել, բայց չեղավ, որովհետեւ երկրի ղեկավարը գործող վարչապետն էր եւ կար խնդիր հանձնելու եւ ոչ թե առաջ գնալու։ Պարոն Ղևոնդյան, եթե չասեմ Իրանը հաղթում է, բայց պնդեմ, որ այս պատերազմում գոնե պարտվողի դերում չի հայտնվում, արդյոք դա նշանակում է, որ Թրամփի ուղին չի իրագործվելու։ Թրամփի ուղու մասին միջազգային օրակարգում այս պահի դրությամբ կարծում եմ առաջիկա հեռանկարում որևէ այսպես քննարկում չի լինի միջազգային այն հեռանկարում, որը կապված է գլոբալ աշխարհի հետ։ Երակողմ հեռանկարում Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան միգուցե կփորձեն ակտիվացնել, բայց այնտեղ ներկա գտնվող կամ երաշխավորի, այսպես ասած, ինստիտուտը, ու երաշխավոր չի, ուղղակի ներկայության փաստով ստորագրում են արել, նախաստորագրում են արել, ԱՄՆ-ն հակվածություն չի ունեն այդ process-ը առաջ տալու, որտեղ դա իր առաջնահերթությունների շրջանակում որևէ ձև չի տեղավորվում, հա։ Այստեղ արդեն Իրանի դերակատարումը էականորեն մեծանում է։ TRIP-ի հետ կապված վերաբերմունքի մասով, հա, այսինքն դուք հյուսիսից փորձում եք փակել ինձ, եթե նախկինում ինքը ուներ լիքը կաշկանդումներ, հիմա ինքը այդ կաշկանդումները չունի։ Իրանի դերակատարումը էականորեն մեծացել, որովհետև ինքը դարձել է, դեք Իրանը շատ երկար ժամանակ զուսպ էր Իրան պահում։ Շատ պրոքսիներով էր աշխատում, Սիրիայում էր աշխատում, հութիների հետ էր աշխատում, Համասի, Հեզբոլայի հետ էր աշխատում եւ այլ։ Ինքը անհատապես չէր մտնում process-ների մեջ։ Հետո Իրանին գրգռեցին։ Այսինքն արեցին այն ինչ որ արեցին, ասես ես չէի ուզում, դուք ինձ ստիպեցիք։ Ու ինքը մտավ մեծ ծավալով։ Իսկ Իրանը կայսրական մտածողություն ունի քաղաքական եւ քաղաքակրթական առումով։ Իրանը ռեգիոնի պետությունների մի մասին չի համարում ինքնիշխան ամենևին։ Իրենք ասում են դուք ժամանակավոր ինքնիշխանություն, անկախություն ունեցող մեր կայսրության մաս հանդիսացող պետություն եք։ Երբ որ դուք իրանցիների, ֆարսիների հետ շփվեք, մի ինչ որ փուլից հետո դու հասկանում ես իրանց քաղաքական մտածողության տրամաչափը ու դրա համար ամենատարբեր process-ները, որտեղ իրեն շահերը նախկինում հաշվի չեն առնվել, նոր իրավիճակում հավանաբար հաշվի կառնվեն։ Եվ գանք հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին, երեք խորհրդարանը իշխող խմբակցությունը քաղաքացիական պայմանագիրը դժվարությամբ ընդունեց մի նախագիծ, որով փաստացի արգելում են, որ դաշինքների մեջ օգտագործվի անուն ազգանուն եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը միանգամից դա վերագրեց իրեն, քանի որ իրենց դաշինքի անունը Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ է եւ որ ամենակարևորն է փաստացի ընտրական օրենսգրքում այս փոփոխությունն արվում է ընդհանրեն ընտրություններից 2 ամիս առաջ եւ Վենետիկի հանձնաժողովը սա փաստացի արգելում է նշելով, որ 1 տարվա ընթացքում այդ օրենսգրքում որևէ փոփոխություն չպիտի լինի, բայց իշխանությունը դա ամեն դեպքում նրան հաջողվեց դա իրականացնել։ Ուժեղ Հայաստանն ասում է սա վախի դրսևորում է, սկզբից վախենում էին Սամվել Կարապետյանի նկարներից, հիմա նույնիսկ նրա անունից։ Ձեր գնահատականը այս իրողությանը, իշխանության այս քայլին, ինչ կերպ դա կարող է կամ էլ վնասել օրինակ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ակնհայտ է, որ սա վախի դրսևորում է, քաղաքական վախի եւ լարվածության։ Ինչ են մարդիկ լարվում, երբ որ հասկանում են, որ սեփական ռեսուրսներով ինչ որ խնդիրներ ունակ չեն լուծել եւ ռիսկերի աղբյուրներ են տեսնում։ Ռիսկերի աղբյուրը քաղաքական դաշտում մի զգալի մասով, որովհետեւ լեգիտիմ ուժ է հանդես գալիս, Ուժեղ Հայաստանը։ Դուք նկատել եք, որ Հայաստանի գործող վարչապետը ուժեղ բառը երբեք չի ասում։ Երբեք չի խոսում ուժեղ բառի մասին։ Ինքը խոսում է, չգիտեմ, ապահովված, այնտեղ կուշտ սննդի նկատմամբ միշտ հակումներ ունի, չէ՞, հանրային հատ, բայց երբեք ուժեղ բառը չի խոսում։ Ինքը ասում է Ադրբեջանը պետք է մեր անվտանգությունը ապահովի, այսինքն ոնց որ գարի անվտանգությունը գայլը ապահովի, այսինքն ինչ կոնցեպտի կրող է։ Հիմա նայեք, ուժեղ Հայաստանի գաղափարը իրեն
գենային առումով ընդունելի չի։ Ինքնության հետ է կապված, իր հոգեբանական կերպարի հետ է կապված, հա։ Ես ամենևին չեմ կարծում, որ ուժեղ Հայաստանը բոլոր խնդիրները միանգամից կլուծի եւ բացարձակ այսպես 50+1% կհավաքեն, չէ, մենք իրականության մեջ պետք է լինենք, բայց ակնհայտ է, որ այդ ուժի հետ կապված ունեն լարումներ եւ ոչ միայն իրենք ունեն լարումներ, կա այդտեղ նաեւ գեոպոլիտիկ էլեմենտ, դուք շատ լավ մի հատ հանձնաժողովի անուն տվեցիք, անունը Վենետիկի է, իսկ ուր է այդ հանձնաժողովը, հա։ Այդ հանձնաժողովը ինչպես նաեւ արևմտյան մի շարք տարբեր զեկույցներ, ինչ-որ տարբեր տիպի գրասենյակներ, տարբեր Եվրամիության տարբեր կառույցներ, երբ որ իրենց ռեալ պոլիտիկի շարին չեն համապատասխանում իրողությունը, որովհետեւ ձայն չեն հանում։ Որտեղ աշխարհը երկակի երակի ստանդարտների իրականություն է։ Խախտում է դա, իհարկե խախտում է։ Քաղաքական խնդիրներն են ստեղծում, որպեսզի չկարողանան գրանցեն, այո, իհարկե։ Վախեր ունեմ, որ եկող խորհրդարանում ոչ միայն 2/3 չեն հավաքի, այլև 50+1, իհարկե։ Այդ ու նաև իր վարքաբանությունը, առավոտվա վարքաբանությունը, կեսօրի վարքաբանությունը, երեկոյան վարքաբանությունը, այդ լարումների արտացոլումն է։ Որը շատ վիրավորական է, հասկանում եք, նշածողը քաղաքական պետական այրի իջեցրել են ամենացածր սոցիալական պատասխանատվության մակարդակ, հա, ու այդ տեսանկյունից իր թիրախային լսարանն էլ է այդ արժեքների կրողը ցավալիորեն։ Երկրի ղեկավարը ոչ թե պետք է իջնի հաստի ներքև, այլ քաղաքացիներին պետք է բարձրացնի, թե բառապաշարով, թե պահվածքով, թե հասկանում եք, այդ մարդը փողոցում չի եղել այդպեսին։ Հիմա ինքը իշխանություն երկի առաջի դեմքը կիսա ժարգոնային բառապաշարով է խոսում։ Ում է ընտրելու մեր քաղաքացին, հա, ընտրելու է այդ որակը, թե այն մարդիկ, ովքեր հանդուրժողականություն են քարոզում եւ այլն։ Այո, կարող են խնդիրներ ունենալ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Իդեպ ասեմ, նախորդ ընտրությունների ժամանակ անուն ազգանունով դաշինքներ են եղել, թե տեղականի ժամանակ, թե մինչև այդ 21 թվականին քաղաքական ընտրությունների ժամանակ, հետագայում փոխվեց, որ որևէ խնդիր չի կարող լինել, հետո վերափոխեցին մի քանի այդպես process-ներ, հա։ Հիմա իրենք լարվածությամբ փորձեցին իրավական գործիքով խոչընդոտել, հա։ Ասեմ, որ լուծումներ կգտնվեն, իհարկե, եւ ասեմ մի ուրիշ հորատեսական կանխատեսում իշխանությունը ընտրություններով չի հանձնվելու, իշխանության հետընտրական process-ների են իրենք պատրաստվում նաև, ու այդ հետընտրական process-ների տեսանկյունից իրենք բոլոր մակարդակներում են պատրաստվում, ամենաներքևում, ամենատարբեր խմբեր, խմբավորումներ, թիմեր եւ այլն, մինչեւ ամենավերևը, մինչև կալանավորում, արտակարգ իրավիճակ, սադրանքներ այդ ու նաև Ադրբեջանի հետ սահմանին եւ դա այսպես ասած ընդդիմության գրպանը գցել եւ այլն եւ այլն, որովհետեւ ինքը հասկանում է, որ իր կյանքի ամենակարևոր ընտրություններն են ու ինքը չի կարող ձախողել եւ թիմակիցներն էլ լավ հասկանում են դա։ Շնորհակալ եմ զրույցի համար։